ցանկացած երկրում, որտեղ որ նոր քաղաքներ են կառուցվում կամ մեծացնում են այդ քաղաքները, անկախ նրանից, անկախ ազգությունից, թե իրանք ինչ մասնագիտություն ունեն, բանկի աշխատողից, տաքսու վարորդից, խանութում փաթեթավորողից, ում զանգեն ասեն բարեկամներ, ծանոթներ, ուզում եմ տուն գնեմ այդտեղ, օրինակ այդ քաղաքում, բոլորը միանգամից դառնում են բրոկեր, հա, որովհետև բրոկերը կարա մեծ գումար աշխատի վերավաճառքից, բայց տենց իհարկե որական գնում է շուկայի, քանի որ մեծամասնությունը տեղյակ չի ինչա վաճառում, պարզապես զանգում է ինչ-որ մեկին, մի հատ երկու հատ տարբերակ են ուղարկում, այդ մարդն է վստահելով իր բարեկամին կամ ծանոթին գնում է կատարում է, իհարկե ակնկալիքները չի իրականանում, որովհետև ինքը գնել է ուղղակի այն մարդուց, ով որ ընդհանրապես կոմպետենցիա չունի, բլոգերներն է կարան անեն։ Լավ, բա հիմա ինչ անեն իրական բրոկերները, ովքեր որ տարիներ շարունակ sense երկար ճանապարհ են անցել, քարքարոտ ճանապարհ, քանի որ շուկան ոնց բարձացել է, իջել է, իրանք է տենց այդ ամբողջ այդ ցիկլով անցել են։ Մի հատ խորհուրդ, եթե իհարկե խորհուրդս կընդունեք, բայց այն մարդիկ, ովքեր որ երկար են աշխատում, իրանք կհասկանան ինչ եմ ասում։ Ուսումնասիրեք կոմերցիոն տարածքներ։ Թաղամասում, եթե կա, պատկերացրեք 200 հատ բնակելի շենք եւ 4 հատ կոմերցիոն շենք, 4-ից մեկը կարող է լինի բարձր դասի կոմերցիոն շենք։ Ինքը շատ բարձր արժևորված անշարժ գույք է լինել։ Որպես կանոն, օրինակ, սեփականատեր ուզում է երեկոյան վաճառի, առավոտյան արդեն գնորդին գտնում է։ Դեֆիցիտ անշարժ գույք է։ Իդեպ ես մի հատ վիդեո ունեմ իմ Instagram-յան էջում, մոտավոր մի քանի ամիս առաջ էի նկարել, ես տախտակի վրա գրելով ցույց էի տալիս, թե ինչքան դեֆիցիտ է Դուբայում բարձր դասի կոմերցիոն տարածքները։ Իրոք թաղամասերը, եթե վերցնես, ամեն թաղամասում sense մի ձեռի մատերի վրա կարաս հաշվել։ Բարձրացրեք ձեր մասնագիտական կոմպետենցիան, հավատացեք, լավ կոմերցիոն տարածքը ավելի արժևորված է, քան ցանկացած բնակելի շենքում ամենալյուքս բնակարանը։ Իսկ հիմա Դուբայից, ինչա կատարվում Դուբայում։